Շնորհակալ եմ պարոն Աղաջանյան հարցի համար։ Այսօր իրականում լրագրողների հետ զրույցի ընթացքում նրանք նույնպես տվեցին այդ հարցը, թե ինչու հիմա, երբ այդ ամենը բոլորը գիտեին, ես ձեզ էլ պիտի խոստովանեմ, որ ես երկար ժամանակ առանձնապես լուրջ չեմ վերաբերվել այդ բոլոր լուրերին, ինչի մասին այսօր ասում եմ, որովհետև դե մտածել եմ մանավանդ այսօր մամուլում ինչի մասին ասես, ինչ ասես գրում են, եւ ես չեմ մտածել, որ դա նման բան ընդհանրապես հնարավոր է, որքան էլ դա միամիտ հնչի, եւ պիտի ասեմ նաեւ, որ իմ լրագրողական գործունեության ընթացքում էլ ես չգիտեմ ինչպես է դա պատահել, բայց ես այդ թեմաների հետ առնչվելու առիթ չեմ ունեցել, բայց ինձ համար մի բան է խոսակցությունը, մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բան, եւ բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը, երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է ես վերաբերվեմ այս ամեն ինչին, եւ ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետք է վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների։ Եվ ընդ որում այսօր խոսում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելիներ, կուսության հարց չենք քննարկում։ Քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են եւ այսինքն ոչ մի վերապահում նրանց չկա, որովհետեւ իրենք իրենց ուխտը չեն խախտել։ Բայց այստեղ հարցը հետեւյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն, եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բայց ինչի է ղեկավարում։ Ընդհակառակը ամուսնացյալ քահանաները այս համատեքստում եւ հոգեվոր եւ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետեւ նրանք իրենց հոգեվոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգեվոր ուխտը խախտել են։ Ընդ որում ես էլ եմ ասում, ես հիմա ինչ գրում եմ եւ ասում եմ, ես այն երկրորդ գիրքը չբերեցի, ես ամեն ինչը, ինչ նախադասություն ասում եմ, հիմնավորում եմ հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հիմա իմ ձեռքի տակ է, օրինակ, 2020 թվականի հրատարակության Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակության համաբարբար կանոնագիրք հայոց կոչվող կանոնների ժողովածու, որտեղ հստակ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչա տեղի ունենում։ Չէ, եկեղեց բանում կոչվում է կուսության ուխտ, այդ ամեն ինչ իրար հետ կոչվում է կուսակրոնություն։ Կուսության ուխտ։ Տենց է կոչվում։ Եվ հստակ սահմանված է, թե ինչա տեղի ունենում։ Ես դες ընդ որում այն մյուս հայոց կանոնագրքում տասնյակ հոդվածներ կան, ես մի օրինակ վերեմ։ Ուրեմն կանոնագրքի կանոն անկյուրիա կոչվող ի կանոնը ասում է հետևյալը. նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դրժում են խոստումը հոգեվորականների մասին, շնություն անելով այլևս կույս չեն կարող համարվել։ Այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել,
կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Այլևս կույս չեն կարող համարվել, այլ նրանց նման կլինեն, որոնք երկու կին ունեն։ Եվ նրանց համար սանվանվելու է 2 տարի ապաշխարություն եկեղեցուց դուրս, այսինքն նրանք պետք է դուրս մղվեն եկեղեցուց, եւ մտնելով եկեղեցի 1 տարի ապաշխարողների հետ լինեն, տեսնել ապաշխարության ջերմությունը եւ հաղորդ լինել օրենքներին, բայց քահանայության օծմանը չպետք է մերձենան, այսինքն քահանայական գործունեությունը արգելված է նրանց իրականացնել, ինչպես այն կույսերը, որ մերձենում էին ոմանց որպես քույրեր, ցարթան իգական սեռի կուսակրոնների մասին ասում, այդպիսիներին պետք է արգելենք, որ այլևս նման բան չլինի։ Այս կանոնը, որը հայ առաքելական եկեղեցու արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ ունի իրավական, պարտադիր իրավական ուժ հոգևոր պաշտոնյաների համար, տեսեք ամենատ ես 4 դարի գիրք չեմ բերել, 2020 թվականի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն կանոնների պաշտոնական ժողովածու։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ, ինքը եկեղեցից կանոնը ասում է եկեղեցուց դուրս պետք է մղվի եկեղեցուց, եւ ինքը իրավունք չունի, եւ նրա կողմից սրբություններին դիպչելը անգամ սրբապղծություն է, այստեղ ընդդիմությունը մի ուրիշ բաներ էր ասում, կներեք շատ չեն, ասում եկել են եկեղեցու ներքին գործերին խառնվում են, Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է, ո՞նց ենք մենք մեր եկեղեցու ներքին գործերին խառնվում, այդ մեր եկեղեցին է, այս մեր ուխտն է, այս մեր ավանդույթն է, եւ կոնկրետ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցու իրավական պարտադիր ուժ ունեցող օրենքի համաձայն ինքը եկեղեցուց դուրս է արձագանքեք Համեցեք արձագանք Շնորհակալություն պարոն վարչապետ Եվս մեկ հարց մեր ընդդիմախոսները հաճախ այս քայլերը եւ այս հարցադրումները կապում են եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու համատեքստում իրենց բնորոշմամբ ռեպրեսիաների կառավարության կողմից իրականացված ռեպրեսիաների տեսքով եւ ես անկեղծորեն նաեւ ինքս կուզեի այդ համատեքստում մեր կողմից այդ հարցը բարձրացնել իսկ ընդհանրապես արդյոք եկեղեցին իրավունք ունի ծավալել այն գործունեությունը որը վերջին 1 եւ ավելի տարիների ընթացքում ծավալում է եւ մանավանդ այն համատեքստում երբ մեզ մեղադրում են հակասահմանադրական ընդհուպ գործունեության մեջ կուզեի անդրադառնալ եկեղեցի կառավարություն հարաբերություններին այս համատեքստում, այսինքն կառավարությունը մտնում է եկեղեցու ներքին գործերի մեջ եւ հակառակը եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ։ Պարոն Աղաջանյան, տեսեք, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2020 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2021 թվականին, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2022 թվականին, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2023 թվականին, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2024 թվականին։ Այդ հարցերի մասին ես խոսել եմ, չեմ խոսել։ Ինչու եմ հիմա խոսում, որովհետև հիմա ես առերեսված եմ փաստի հետ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ Եվ այո, նաև որպես վարչապետ, որտեղ չեմ կարող կիսել այդ երկու իմ բնությունները, առերեսվել եմ փաստի հետ, որ մեր սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Հասկանում եք, ես տեղի իմ ոչ միայն իմ, բայց այդ թվում նաև իմ սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Ես գիտեք, ես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդ եմ եւ դա երբեք չեմ էլ թաքցրել։ Ես ասենք Սուրբ Զատիկը եւ Սուրբ Ծնունդը ուղերձով եմ հանդես գալիս եւ սաղմոս եմ արտասանում։ Ես երբեք իմ հոգևոր զգացումները չեմ թաքցրել։ Եվ ես հիմա առերեսված եմ այս փաստի հետ։ Ես մի կողմից
մեր եկեղեցին մեր սրբության սրբոցը, մյուս կողմից իմ ու Աստծո հարաբերությունները։ Չեմ կարող, այս փաստը ուղղակի նայեմ, ասեմ, վայ, դիտորդ եմ ես չեմ կարող դիտորդ լինել, որովհետև մեր, այդ թվում նաև իմ սրբության սրբոցը գտնվում է պղծություն իրականացնող կուսակրոնության ուխտագիրը խախտած, ընդ որում կուսակրոն քահանաները բոլորը առանց բացառության, երբ որ կուսակրոնություն են ընդունում, իրանք մայրաթոռի խորանի առաջ ծնկաչոք տեքստ են արտասանում, երդվում են, որ չեն երդվում, որովհետև նոր կտակարանը ասում է մի երդվիր, ասում են, որ ուխտը ստանձնում են և խոստանում են, որ կուսակրոնության ուխտը ստանձնում են կամավոր և խոստանում են, որ կպահեն, հավատարիմ կմնան և կվարեն պարկեշտ կյանք և այլն և ստորագրում են այդ թուղթը, իրենք իրենց ստորագրած թուղթը խախտել են, ոնց կարանք մենք թույլ տանք, որ վեհարանում գտնվի մի մարդ, որը արհամարել է մայրաթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք իր ստանձնած ուխտը, ոնց կարանք մենք դա հանդուրժենք, և ոչ միայն նա, ես համաձայն չեմ հանդուրժել դա, և բոլոր եմ փորձը, թե սա ընդեմ սա հանուն եկեղեցու է, որովհետև մայրաթոռ Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ երթմնազանց պղծաբարո ներկայությունից ազատվի։ Շնորհակալ եմ, կներեք, որ երկարացրի։ Շնորհակալ եմ, ես հարցը պատկերացնում եմ հետևյալ կերպ։ Նախ մայրաթոռում պիտի գտնվեն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում Աստծո օրհնությամբ։ Հայ առաքելական եկեղեցին իր կանոններում հստակ սահմանել է, թե ինչպես է Աստծո օրհնության հավաստումը, եթե կարող ենք այդպես ասել, տեղի ունենում։ Ես էլի ուզում եմ ձեզ հետևյալը մեջբերել, որ յուրաքանչյուր կուսակրոն հոգևորական կուսակրոնությունը ստանձնում է խորանի առաջ ծնկաչոք ստանձնած հետևյալ ուխտով։ Մեջբերում եմ ուխտը։ Հիմա եթե Կտրիչ Ներսիսյանի պարագայում ասենք, այդ ուխտը բառացիորեն հնչել է հետևյալ կերպ և ստորագրվել է։ Ես Տեր Գարեգին Աբեղա Ներսիսյանս օրհնությամբ Աստծո և կամոքն ազգիս հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը, փրկչի իջման Սուրբ Սեղանի առաջ խոստանում և ուխտում եմ։ Խոսքը Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի խորանի մասին է։ Առաջին, սրբության պահել կուսակրոն քահանայության ուխտս, հավատով ու նվիրումով ծառայել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և հայ ժողովրդին։ Երկրորդ, անաղարտորեն պահել ուղղափառ հայրերից մեզ ավանդված դավանությունը, պահել և ուսուցանել այն մեր եկեղեցու ավանդական հավատքի համաձայն։ Երրորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան մնալ մինչև իմ կյանքի վախճանը, սրբության պահել ժուժկալության, կամավոր աղքատասիրունության, կրոնավորության, ողջախոհության և հնազանդության հայրապետահաստատ կանոնները, ուրանալ իմ անձը և մնալ սուրբ հայրերի հաստատած կանոնների մեջ, ապրել առաքինի կյանքով ու պարգևտ վարքով, անձնուրաց կատարել եկեղեցական պաշտամունքները, ամենայն հնազանդությամբ գործադրել միաբանական ուխտի կանոնները, տևապես հետամուտ լինել իմ հոգևոր կյանքի զարգացմանն ու նվիրվել գիտական, գրական և կրթական աշխատանքներին, որքան ներեն իմ կարողությունները։ 5. Լինել հնազանդ ամենայն հայոց հայրապետի հրամաններին, ինձ վստահված պաշտոնները և աշխատանքները կատարել սիրով և եռանդով։ Որպես երաշխավորություն իմ այս խոստումների
ստորագրում եմ սույն ուխտագիրը։ Այսինքն հիմա ինչպես ակնհայտ է, Կտրիչ Ներսիսյանը իր իսկ Մայրա Թորսուրբ Էջմիածնի խորանի առաջ իր ստանձնած եւ ստորագրած ուխտը խախտել է։ Հասկանում եք, նա սա նշանակում է, որ վեհարանում նրա մնալու ամեն օրը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդները, կանոնները, որոնց հղում է արվում այստեղ, որ արձագանքեք շարունակություն եք ասի։ Արձագանք։ Խնդրում եմ շարունակել, միջելոց երթումից դուրս է գալի, որ միայն կուսակրոնությունը չի, որ խախտվում այս ուխտում, այլև ժուժկալության եւ աղքատասիրության ուխտն էլ որ շատ մանրամասն խախտում է, բայց շարունակ։ Չէ, էլի բաներ կան, ես հիմա այդքան ժամանակն էլ քիչ է չվերլուծեմ, բայց ասենք առնվազն մի քանի կետ, բայց ես ուզում եմ ուրիշ բանի վրա էլ ուշադրություն դարձնել, որ օրինակ կարող եմ մեջբերել մեր կանոնագրքի առաքելական երկրորդ կանոնների կանոն իգն, որտեղ ասվում է. Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարկավակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանձության կամ գողության մեջ բռնեն, կարգալույց լինեն։ Այսինքն սա հստակ կանոն է, հասկանում եք, եւ անխուսափելի։ Հիմա Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու հայրապետը չի այդ իմ նշած փաստերի բերումով եւ նրա այնտեղ մնալու ամեն օրը, ամեն վայրկյանը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, հեղինակությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ, որ մենք հայ առաքելական եկեղեցու հոգեվոր հոտը քրիստոնեական մեթոդներով պետքա ուղղակի բոլոր սրբապիղծներին դուրս տնի Մայրաթորից, տենց եմ պատկերացնում, սիրով քրիստոնեաբար, բայց հետևողական։ Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ընդհանուր է եւ կցանկանայի, որ կառավարությունը արձագանքեր ստեղծված իրավիճակին, տեղեկություն ենք ստանում, որ այժմ դատարանում եւ որ քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը, մինի ցույց է տեղի ունենում եւ այդ ցույցի բազմամարդ ուրեմն տեսարժան կադրեր ստանալու համար ստիպողաբար հեծից եւ ոչ միայն հեծից մարդկանց անձնակազմին ստիպողաբար տանում են դատարանի մոտ քրեորեն պատժելի արարք է իհարկե եւ ես կուզեի որ մեր բոլոր քաղաքացիները իմանան որ օրենքով պաշտպանված են բայց կցանկանայի որպեսզի կառավարությունը արձագանքի եւ միասին մտածենք թե ինչպես 2018 թվականից հավաքների ազատ մասնակցություն ապահոված կառավարությունը կարող են օգնել եւ այս ստրկատիրական ռեժիմից ազատենք մեր քաղաքացիներին։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան հարցի համար։ Նախ կարծում եմ ինչ որ դուք ասցիք, եթե տահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին եւ իրավապահները դրանով կզբաղվեն, համոզված եմ։ Երկրորդը Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ տեսեք ես ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ շրջանակներին էլ զգուշացնում էի եւ ասում էի, որ շուտով կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունենալու է փայաբաժին եւ բոլոր այն մարդիկ, ովքեր մարդկանց տանում էին ստիպողաբար ցույցերի, բոլորը ազատվելու են աշխատանքից։ Դա ես ասել եմ 2021 թվականի օգոստոսին եւ հունիսին եւ սեպտեմբերին բոլոր այդ մարդիկ ազատված էին աշխատանքից, նրանցից շատերը աղերսագրերով եւ մեղայագրերով հիմա գալիս են կառավարություն, ասում են մեզ խնդրում ենք հետ ընդունեք, սխալվել ենք եւ այլն։ Ես հիմա ասում եմ հետեւյալը. հեծի են աշխատողները, Հեսա շատ արագ հեծը լինելու է պետական սեփականություն։ Հեծի այն աշխատողները, որոնք հիմա կֆիքսենք մենք, ովքեր այդ գործողությունը անում են եւ մարդկանց տիպողաբար ցույց են բերում, տեսեք հետո բան չլինի, հետո չասեն վայ, բա գիտեք եւ այլն, բոլորը ազատվելու են աշխատանքի։ Այն ԶՊՄԿ-ի են բանի ուժեղ տղեկի նման, էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեք, տեսեք, ոչ մեկին ներում չի լինելու, ոչ մեկին։ Հա, որ ամեն ինչ պարզ լինի։ Երկրորդը, այն աշխատողները
այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն եւ կհազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան, եթե հիմա ասենք ենթադրենք նրանց ոչ մեկ չի ազատվի, որովհետեւ մենք բավարար լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար, իսկ ովքեր իրավապահ մարմիններին հետ կհամագործակցեն, ցուցմունք կտան եւ այլն, այն մյուսները կդատվեն, իսկ համագործակցող աշխատողները կխրախուսվեն։ Իսկ նրանք ովքեր ուղղակի կհրաժարվեն այդ տրամաբանությամբ մասնակցել որևէ հավաքի, նրանց հետ որևէ բան տեղի չի ունենա, մենք կարողանանք նրանց պաշտպանել եւ պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։ Իսկ նրանք ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ, հետո տաշիր պիցայում կարան աշխատեն, թե չեն կարող աշխատեն, վստահ չեմ անկեղծ ասած, որ կարան թեկուզ տաշիր պիցայում բան աշխատեն, որևէ բան, շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ դիտարկումների համար, ստացվում է, որ 18 թվականից ի վեր ազատագրել ենք ընտրությունների ինստիտուտը, չենք խառնվում, ազատագրել ենք դատարանները, չենք խառնվում, ազատագրել ենք մամուլը, չենք խառնվում, բայց մի բան է, երբ որ իշխանությունը չի խառնվում, մի բան է, երբ որ այնպիսի իրավիճակ է եւ այլոք են սկսում խառնվել։ Ժողովրդավարությունը դրա մասին է, որ քաղաքացու կամ արտահայտության վրա որևէ սուբյեկտ չկարողանա ճնշում գործադրել եւ ես լիահույս եմ, որ այս ազատագրական պայքարը այս իմաստով նույնպես իր հաջողությունը կունենա։ Գիտեք ինչ, ես այդ որ ասում եք չենք խառնվում, այդ որ այս այն դեպքն է, որ խառնվում ենք, չենք կարող չխառնվենք, որովհետեւ ելի եմ ասում, այն մարդիկ, ովքեր թքած ունեն հեծի վրա, մենք թքած չունենք հեծի վրա, որովհետեւ հեծը մեր պետական, ռազմավարական, կրիտիկական ենթակառուցվածքն է, եւ մենք չենք կարող չխառնվել։ Հիմա այս հեծի բոլոր աշխատողներին կարճ ասած, ովքեր ներգրավված են, կոնկրետ ասում եմ, պատժվելու եք ոնց որ ԶՊՄԿ-ի այդ նույն կատեգորիայի աշխատողներն են պատժվել։ Հետո լաց, կոց, բան, տենց բաներ չլինեն, չենք ընդունել ոչ մի բան։ Կարճ կոնկրետ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Կառավարության հարգարժան անդամներ, հարցը ուղղված է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո վարչապետ, Վեհարանը ազատելու, Վեհարանը իրապես վեհին վերադարձնելու ձեր խոսույթինի պատասխան, կարծես թե առանձնապես առարկություններ չեն հնչում առայն, որ Վեհարանը ապօրինաբար զբաղեցնող անձը խախտել է ուխտը կուսակրոնության եւ ունի զավակ։ Սակայն թվում է, թե արդարացումների փորձ է կատարվում, մասնավորապես որպես փաստարկ նշվում է, որ օրինակ նաև Գրիգոր Լուսավորիչն է ունեցել զավակ, արդյոք այս արդարացումները դες համար համոզիչ են եւ որևէ բան ձեր ընկալումներում փոխում են խնդրի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, իդեպ լրացնելով հարցը, նաև Գուգարաս թեմի առաջնորդն է անդրադարձել հարցին դատարանի բակից, ինչքան էլ տարօրինակ չէ, ասելով, որ կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի կանոնական հարց է, այլ ոչ թե աստվածաբանական դոկտրինա։ Այս առումով էլ խնդրեի։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գիտեք, տեսեք, նախ եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիչ Ներսիսյանը ներկայացնի հանրությանը իր զավակին կամ իր զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը մի րոպե, Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել հանրությունից իր զավակներին, որովհետև նա մինչև Հայաստանի քրիստոնեություն ընդունվելը եկեղեցու հիմնադրումը այնուամենայնիվ մի քիչ այլ կարգավիճակ է ունեցել։ Երկրորդը, Գրիգոր Լուսավորչի մահից 25 կամ 26 կամ 27 Գրիգոր Լուսավորչի մահվան տարին մի քանի տարբերակներ կա, անց տեղի է ունեցել, ելի եմ ասում, Աշտիշատի ժողովը, եկեղեցական ժողովը, Արշակ II թագավորի օրոք եւ Ներսես մեծ կաթողիկոսի օրոք եւ Աշտիշատի ժողովը որոշել է, որ կաթողիկոսը, եպիսկոպոսները պետք է լինեն կուսակրոն։ Եվ դրանից հետո ես մի հատ երկրորդ գիրք արդեն բերեցի ինձ հետ,
կանոնագիրք հայոցը, որը ելի եմ ասում, շատ կարևոր է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտադրության նախարարությունում գրանցված Հայաստանի այդ առաքելական եկեղեցու Սուրբ եկեղեցու կանոնադրության համաձայն ունի իրավաբանական ուժ այս գիրքը։ Եվ ահա Աշտիշատի ժողովից հետո էլի ժողովներ են տեղի ունեցել, որոնք հետևյալ կանոններն են սահմանել։ Ես հիմա մի քանիսը կընթերցեմ ուղղակի։ Կանոնագիրք, կանոն Գրեմիա, եպիսկոպոսը կամ երեցը կամ սարգսակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանցության կամ գողության մեջ բռնվեն, կարգալույծ լինեն։ Երթմնազատությունը տվյալ դեպքում նաև կուսակրոնության ուխտագիրը ստորագրած խախտելու մեջ է։ Հաջորդ կանոնը Շահապիվանի ժողովի կանոնը, որը ասում է. կանոն Ա. Եթե եպիսկոպոսը պղծության, պոռնկության կամ ուրիշ վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, աթոռից եւ իշխանությունից մերժվի եւ քահանայություն չանի։ Կանոն է դա, օրենք է, սահմանադրություն է։ Հաջորդը Շահապիվանի կանոնագիրք կանոն Բ. Եթե քահանան պղծության, պոռնկության, վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, քահանայություն չանի, այսինքն պետք է զրկվի։ Հաջորդը էլի Շահապիվանի ժողով եպիսկոպոս 3 կամ սարկաված կամ պաշտոնյաներից կամ ուխտավորներից որևէ մեկը չհամարձակվի տանտիկին պահել, ինչպես մծղեից սովորությունն է։ Մծղեները աղանդավորներից կարծեմ Պավլիկյաններին էին այդպես անվանում, եթե հայտնվի այդ ու հաստատվի, կարգալույծ լինի հանցավորը։ Սա ասում եմ այն դեպքի համար, երբ որ կասեն չէ, դա պոռնկության կամ շնության դեպք չի, այլ ընտանեկան, բան ստվերային, բայց հարաբերությունը։ Ասում է, եթե տանտիկին պահի, կարգալույծ լինի, այսինքն քննարկման տեղ չի թողում։ Սա Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու կանոններն են, հաստատված դար, մեր պապական ավանդույթով։ Ես որ արձագանքեք, ես էլի կշարունակեմ, որ չարաշահեմ։ Արձագանք։ Խնդրեմ շարունակեք, պարոն վարչապետ։ Պարսեղ մեծի կանոնները, էլի ես կանոնագրքից է, ինչ որ ասում եմ, այստեղից է։ Կանոն Ժ. Կույսերը, որոնք մի անգամ խոստացել են նվիրել իրենց Քրիստոսին, եթե մարմնավորական ախտի մեջ կընկնեն, անարգում են այն ուխտը, որ դրել են Աստծու հետ, դրանց մեղանչումը ավելի չար է, քան արյունը։ Այդպիսի կույսը շնացողի պատժին է արժանանում։ Հաջորդը իթ կանոնը, կույս լինելու խոստում անողը, եթե երթմնազանց լինի, շնացողի ապաշխարանքին ենթարկվի, նույն պատժին ենթարկվեն կուսակրոնության խոստում տվողները, որոնք այդ ուխտը խախտել են։ Այսինքն հասկանում եք, այստեղ Գրիգոր Լուսավորչի զուգահեռը ընդհանրապես տեղին չէ։ Էլի ասում եմ, հայ առաքելական եկեղեցու կանոնների մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը ոչ միայն կաթողիկոս լինելու իրավունք չունի, այլ որևէ քահանայական ծես իրականացնելու իրավունք չունի, որովհետև նա այս կանոնների համաձայն պղծության, շնության, պոռնկության եւ այլն մեղքերի բերումով դադարում է լինել եպիսկոպոս, դադարում է լինել քահանա, դադարում է լինել կաթողիկոս, ամեն շատ պարզ է, ըստ հայ առաքելական եկեղեցու կանոնների եւ ավանդի։ Ես այս ավանդն եմ պաշտպանում։ Նրանք պղծում են մեր եկեղեցու դարեդար ավանդված կանոնները։ Շնորհակալ եմ։